Փոխվել ես։ Ոչինչ չի վրիպում նրա ամենատես աչքից։ Երջանիկ ողջունում է մարդկանց, հպարտ անցնում միջանցքներով ու ազդարարում իր երկրորդ գալուստը։ Ինչպես ինքն է ասում, հավատքի քաղաքում։ Տեսնում եք ինչ եմ սարքել, այս քարերից բռնած լնայի, սրանց վրա գիտես կանեմ եկես գաստացրել, որ նայում եմ, ես ուրախանում եմ, ամագս է։ Սա վերջին արկող նստանք։ Աղոտքով սկսենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն Հայր մեր, որ երգիս ես, Սուրբ Եղիցի անուն քո։ Ավագ շաբաթօրով է երդվում կոմունիստների ցուցակով առաջադրված Ղուկասյանը, պատահական են բոլոր համընկնումները։ Եվ ողոր միակ ու արարածոտ և ինձ բազմամեղից, ամեն։ Բոլորը տեղում են և ուրեմն։ Ես գալիս եմ ստանձնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ղեկավարի պաշտոնը, երդվում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավականու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները։ Ծանր այս օրերին Վարդան Ղուկասյանը ոչ պակաս ծանր պաշտոն է ստանձնում, ասում է Շիրակի թեմի առաջնորդը, ուստի ինքը հարկ է համարել նույնիսկ այսօրով մի կողմ դնել բոլոր պայմանները, մասնակցել երդմնակալությանը, սատարել նորընտիր քաղաքապետին։ Մանր-մունր հարցերով զբաղվելու ժամանակը չէ, ասում է Միքայել Սրբազանը։ Մեր վրայից, շատերից վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին և կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ շարունակել մեր կյանքը, բայց այն լուծը, որ պարոն Ղուկասյանը ինքը բազմիցս կրկնում է, այն լուծը, որ ինքը քաշելու է, շատ ծանր է և պարտավորեցնող։ Նա դարձյալ Գյումրու խորհրդանիշների կրողն է, դրանք իր ձեռամբ են կերտվել, երբելի նույն աթոռին էր 13 տարի, առիթն օգտագործելով էլի հիշեցնում է Ղուկասյանը։ Հակառակությունը և թշնամությունը կործանում է երկիրը։ Տեսեք մենք Սրբազանի հետ ոնց այսպես գրգախ առնվեցինք։ Իրոք ճիշտ է ասում, մենք տարբեր հայացքների ենք, բայց համարձակ ենք։ Բայց հանուն քաղաքի, հանուն հայրենիքի, հանուն մեր եկեղեցու, հանուն մեր հավատքի, ես գիտեմ, որ մենք կարող ենք մեկս մյուսից ձեռքը համբուրել, հավատացեք։ Գիտակցաբար ասում է նորից ծանր լծի տակ մտավ։ Հավանական է սա եզան լուծն է, եթե աշխատում է մարդը։ Աշխատատեղերի ստեղծումից մինչև տնակում ապրողներին նոր բնակարաններ։ Գյումրու խնդիրներն է թվարկում վերընտրված Ղուկասյանը, որ ցույց տա ինչի համար նորից իր ուսերին առավ պատասխանատու պարտականությունը։ Հրապատկերացրեք, քաղաք կառուցողին սարքել են, մեկ ընձինպես բաներ են ասում, ընենց են խոսում, ես քսեմ եմ ես լավ մարդ եմ, վատ բան չեմ ելել, սրանք ինչ են գրողի պես են հետևից, գրողն եկնի ձեր հետևից, մեկ մամս քսեր ողորմազի, ողորմի քեզի մանջա։ Թեմի առաջնորդի ներկայությամբ նրանից ներողություն խնդրելով Ղուկասյանը հոգևոր մեջբերումներ է անում Աստվածաշնչից, Տաթևացուց, շնորհալուց, հասնում Իսահակյանին, հետո Թումանյանին։ Մարդիկ կան ծնվել են տանջանքի համար, մարդիկ կան ծնվել են տանջելու համար, մարդիկ կան ծնվել են տանջվածներին օգնելու համար։ Դրանցից մեկը ես եմ, Հովհաննես Թումանյանի խոսքերն եմ ասում։ Խաղպայմանագիրը նիստին չի մասնակցում։ Մարտուն Գրիգորյանի ֆրակցիան էլ ոչ ամբողջական կազմով է։ Նորընտիր քաղաքապետին ողջունում են մյուս երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդները։ Շատ կարևոր հարցերում մենք պետք է ու պարտավոր ենք մեր անձնական ամբիցիաները, մեր մտորումները, մեր անհամաձայնությունները դնել կողքի ու մտածել պետության առավելագույն շահի մասին, հայ ժողովրդի, հայ ազգի, մեր հավատքի և իհարկե մեր հայրաքաղաքի մասին։ Ինչքան էլ տարբեր լինենք, հաստատ երկրի դավաճանական մոտեցումների հարցում միասնական ենք և դեմ ենք նման պահվածքի։
Եվ ամենակարևորը, Արցախը համարում ենք հայկական։ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի, ասում է քաղաքապետին շնորհավորելու եկած Գյումրիում Ռուսաստանի հյուպատոս Իգոր Տիտովը։ Հուսով եմ խնդիրների լուծման մոտեցումներում ձեր գիտելիքներն ու ինքնուրույնությունը կդառնան մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման Գյումրու եւ Ռուսաստանի տարածաշրջանների գործակցության գրավականը։ Հայտարարում ենք փակված։ Արդեն լրագրողների հետ զրույցում Ղուկասյանն ասում է, նախ կադրերով է զբաղվելու, մի մասին ընդունելու է, մյուսներին ճանապարհելու։ Վստահեցնում է, բաց է բոլոր լավ առաջարկների համար։ Ասում է, իրեն են կրիմինալի հետ կապում, բայց ինքն իր դեմ նախապատրաստվողի մասին տեղեկություն ունի։ Մենք ունենք ինֆորմացիա, որ մեր դիմաց պետք է ինչ-որ վատ արարք կատարեն նորից։ Հիմա հող են նախապատրաստում, որ գցեն նորից կրիմինալի վրա։ Հող են նախապատրաստվում դիմացի կրակոցների։ Բարձրաձայնում եմ, եւս մեկ անգամ բոլորիդ ասում եմ։ Այո, մեր անձի նկատմամբ։ Այդպիսի խոսակցություն մահափորձ, մեծ հասկացի։ Վստահեցնում է, չի վախենում ոչ քրգործերից, ոչ կրիմինալից։ Ծրագրողներին ճանապարհում է, որ աղոթքով օրհնի նոր աշխատասենյակը, ինչեր ասես չեն լինի թաքնված նոր սենյակում։ Հերմինե Ղարիբյան, Էպիկենտրոն։